Իրանց ազդեցության գործակալը Փաշինյանի կուսակցությունն է եւ այս կառավարությունը ինչ իմաստ ունի իրանք ուրիշ գործակալ մտցնեն մարդը ոչ մի բանի համար գնում է Մոսկվա Մարդ այնքան արժանապատվություն չունի, որ գնում է Մոսկվա, որ իր դեմով ադրբեջանցի զինվորները, որոնք Արցախը վերցրել են, քայլեն։ Նիկոլ Փաշինյանը եթե գնաց, պաշտոնապես հռչակվելու է անբարոյական կնոջ զավակ։ Այսինքն առանց որևիցե մի բանի, որտեվ իրան դաստիարակել է մի կին, որը չի բացատրել, որ դու չես կարող քո երկրի երեխեքին սպանածների շքերթը ընդունես։ Դա ընտանեկան խնդիր է, դա բարոյական խնդիր է։ Դա բացառվում է, դա արժանապատվության ամբողջական բացակայություն է։ Գոյություն չունի դիվանագիտական այնպիսի մի երաչքարաքայլանոց կոմբինացիա, որից ասենք դու կարող ես ապացուցել, որ լավ ես արել, չէ։ Գոյություն չունի։ Մի քանի օր դեռ կա։ Այստեղ սենց եմ ասում, ախր բացատրում եմ պրոբլեմը որն է։ Պրոբլեմը բացատրում եմ որն է։ Դուք չունեք այնպիսի մի կոմբինացիայի նկարագրություն, ոչ մեկ չունի, որը կարող է այդ կոմբինացիայի վերջում այս շքերթին գնալը, ինչ որ մի դրական արդյունք բերի Հայաստանին։ Շոշափելի, ոչ թե գաղափարական։ Ես հասկանում եմ, որ վախենում է։ Ես հասկանում եմ, որ վախը բռնած է, ես հասկանում եմ, որ կարող է նաև գործակալ է դարձել այս ընթացքում։ Ես հասկանում եմ, որ իրան թվում է, թե Հայաստանի տնտեսությունը կախված է Ռուսաստանից ոչ, բացատրեմ։ Ռուսաստանից կախված են իր շրջապատում մեգա դախլչիների եկամուտները։ Հայաստանի տնտեսությունը, եթե դուք վերացում եք այս ամեն ինչը կոնկրետ թվերի վիճծառայության, այն որ ինքը չգիտի, հա, այն որ չի կարողանում ինքը դա հասկանալ։ Հայաստանի տնտեսությունը այդքան Ռուսաստանից կախված չի, որովհետև չի կարա երկրի տնտեսությունը, դուք ասում եք բան կախված, մարդիկ դուք չէ։ Okay, այսինքն դուք ուզում եք ասեք, որ Հայաստանը գոյություն ունի բացառապես իր շնորհիվ մի հատ 4 գծանոց ճանապարհի, որը Լարսն է, որը տարին 12 ամիս փակել։ Հա, 10 ամիս։ Չէ, տարին 12 ամիս, առնվազն 10 օրով փակվում է։ Այսինքն, եթե դուք համարում եք, որ այս երկիրը նմանատիպ տնտեսական աճ, բան էս ամեն ինչը որ անում է, այս սենց որ խոսում եք, բան, այդ 4 գծանոց ճանապարհի մեջ է, երկու գնացող, երկու գալացող, դա ձեր ամբողջ տնտեսական աճի հիմքը։ Ինչ որ միտեղ թույլ տվեք ձեզ հետ չհամաձայնվել ձեր մտավոր ունակությունների վրա խստագույն կասկածել։ Ձեզ ասում են դա ունես, դու ինչու ես Չէ, կուրանում, դա ունես։ Դա չունեմ, դա ունեն իր շրջապատի մեգա դախլչիները։ Ես դա չունեմ։ Ես չունեմ բանկ, որը Ռուսաստանի կենտրոնական բանկի հետ է համագործակցում եւ ըստ Ռուսաստանի կենտրոնական բանկի պահանջի բոլոր օպերացիաները բանկային պահում է Ռուսաստանի կենտրոնական բանկի սերվերներում։ Դա ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության մասին օրենքի, ինչպես նաև ու չգիտեմ, տենց տեղեկատվական անվտանգության լավ գաղափարին օրենքը, որ գիտեմ դրանք բան են, ասենք չգիտեմ, դա 1-2 կենտրոնական բանկը դրան ոնց է վերաբերվում մեր։ Ինչի այն մարդիկ, ովքեր այդ բանկերի, ովքեր կապնված են այդ համակարգով, ինչի դրանց հաճախորդները չեն ստանում նամակ ամեն ամիս, որ մենք ձեր օպերացիաները տեղավորում ենք Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի սերվերների վրա։ Համարդը կարող է չի ուզում։ Չեք մտածել դրա մասին։ Թե ինչ-որ գիտեք սաղ ձեր ընտանիքի նման ոչխար են, դուք ոնց որոշեք այտենց է։ Այտենց ու չի։ Այսինքն այս ամբողջ ծավալը պրոբլեմների, որոնք մենք նկարագրում ենք, 80 հոգի շքերթով անցնելը, որ Նիկոլը գնում է, այդ ամենափոքր խնդիրն է։ Այդ խնդիրն է, որը երևացող է։ Այդ այն հարցն է, որ կապ չունի ինքը ինչ անելու, այդ նկարը հավերժ մնալու է, ինքը գնալու է ֆաշիստների պարադի, ինքը գնալու է մանկապիղծ բանակների շքերթը ընդունի, թե Ռուսաստանի եւ թե Ադրբեջանի բանակները, ռազմական հանցագործություն գործած բանակներ են։ Դու չես կարող քեզ թույլ տաս գնաս այնտեղ։ Չէ, դու ինքը կարա։ Բայց արժանապատվություն ունեցող մարդ
Չի կարա իրան դու չես կարա այնտեղ տեղավորվես։ Միակ բանը որ դու գնաս այնտեղ որ այդ բենզին լցես քեզ վառես։ Ուղղակի եթե ճար չունես, գլխից քեզ կրակես, մի բան անես։ Բայց գնաս այնտեղ շքերտ ընդունես երկու առնվազն երկու մանկապիղծ ռազմական հանցագործություններ գործող բանակի շքերտի մասնակցելը ո՞րն է։ Ռազմական հանցագործ Պուտինի կողքը կանգնելը ո՞րն է։ Ինչն է։ Չի հասկանում եք այդ նկարները հավերժ մնալու են։ Հավերժ մնալու է Հայաստանի դրոշը։ Ոնց որ 44 թվականին մեկը գնա Հիտլերի կողքը կանգնի, այն որ բոլորին պարզ է որ արդեն պրծել է այդ թեման։ Բոլորին պարզ է որ վերջ, չկա էլ պրծավ, դա վերջի շունչն է։ Հա մի 2-3 տարի էլ կտևի այս պատերազմը Ուկրաինայում, բայց ուժը այս ստորագրությունից հետո Տրամփի եւ Զելենսկուի այդ պայմանագրի բան հազվագ ինչ էր դրվող մետաղների իրական ռեսուրսների բանը, բայց իրականում դա կոչվում է Ուկրաինայի վերականգնման ռազմավարական, չգիտեմ ինչ որ ներդրումային հանձնաժողովի ստեղծման մասին։ Այսինքն հիմնադրամի, այսինքն այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ այս պատերազմը ավարտվելու է նրանով, որ ստորագրել են արդեն, որ Ամերիկան եւ Ուկրաինան համատեղ վերականգնելու են Ուկրաինան, դուք իրոք ուզում եք ասեք, որ Ռուսաստանը կարա այս պատերազմը կրի։ Ու դրա համար Նիկոլ Փաշինյանը գնում է պարտվող Հիտլերի կողքը կանգնելու։ Թե իրան թվում է որ կրելու է։ Դուք հասկանում եք։ Նա գուցե կարծում է Հյուսիսային Կորեայի այդ զինվորները որ ավելանան, գուցե եւ ինչ որ Ուրեմն եթե կարծում է, չգիտեմ, թողասի որ ինքը կարծում է, որ անհրաժեշտության դեպքում ինքը պատրաստ է շուն ուտել Հյուսիսային Կորեայի զինվորների հետ միասին։ Ես հասկանում եմ Հյուսիսային Կորեայի զինվորներին հեշտ է բերել Հայաստան կռվելու, որտեվ բան է, իրանց կարելի է բան ցույց տալ, Pornhub-ի բանը բացում ես, լինքը բացում ես, 5 րոպե ցույց ես տալու, դու ասում ես այն դիրքը վեկալ, թողեն 5 րոպե էլ նայես։ Ու իրանք տենց դիրք վերցնելով կգնան առաջ ու շատ կզոհվեն, հարց չկա։ Բայց եկեք մի բան հասկանանք, հա, Հյուսիսային Կորեան, որը մասնակցեց Կուրսկի շրջանի, չգիտեմ, հակահարձակման մեջ, հա, եւ տրամադրեց Ռուսաստանի հրետանու սպառված բանի, ես ասեմ, ընդհանուր գնայով 60%-ը։ Այսինքն այսօրվա դրությամբ հիմա այնպես է ստացվում, որ եթե Ռուսաստանը եւ Հյուսիսային Կորեան իրար պատերազմ հայտարարեն, հասկանում եք, չէ՞ ինչ կլինի։ Հյուսիսային Կորեան կարող է այդ բանը Խաբարովսկը բանը վերցնի ուղակի, որովհետեւ հրետանին Ռուսաստանի աշխատում է իր արկերով, իսկ ինքը էլ արկ չի տա։ Իսկ Ռուսաստանի տարածքը ազատագրում են Հյուսիսային Կորեացիք։ Իսկ Ռուսաստանն էլ չունի։ Մի բան էլ ասեմ այդ պատերազմը, որ բան չլինի։ 24 թվականի ընթացքում Ռուսաստանը ներառյալ Կուրսկի մարզի գրաված տարածքները գրավել է Ուկրաինայում ավելի քիչ տարածք, քան ինչ ասեմ, երևի թե հա Ֆիզուլի ու բանի Հորադիզի այդ բանն է, մինչև Ջեբրայիլ շրջանը, մոտավորապես 4000 քառակուսի կիլոմետր, 3890-ի կարգի։ Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը կորցնելով ավելի քան միջինում 1100 օրական ահռելի մարդկային զոհեր, ահռելի մոտավորապես 360-380 հազար կորուստ, այսինքն զոհված, անհայտ կորած, երևարված եւ վիրավորված այնպես, որ չեն կարող վերադառնալ բան, ծառայության։ 380,000 մարդ է կորցրել, լավ էլ թիվը ստացվել։ Մոտավորապես 3000 ընդունենք 800 քառակուսի կիլոմետր գրավելու դիմաց։ Ռուսաստանի հզորությունը էս է։ Ինչ որ մեկը կարա պատասխանատվություն վերցնի, այս տվյալները դնի հեծանվորդի կեպկի մեջ, այնի որ գնալուց կարող է սամալյոտում հանի, կեպկի մեջ կարդա, որ դու գնում ես բան, պարտված երկրի։ Բացի դրանից կարելի է դնել նաև բան օրինակ տնտեսական վիճակը, որ ասենք այդ իրանց հիմնադրամը, որը կայունության հիմնադրամը գրեթե սպառվել է։
3 տրիլիոն է մնացել, արդեն իսկ գոյացած պարտքը 2.2-ը, որ Կենտրոնական բանկը Ռուսաստանի վերանայել է գնաճի թվերը, վերանայել է դեֆիցիտի թվերը։ Այսինքն Սիլուանովը, որը իրենց էկոնոմիկայի նախարարն է, այն մի հատ փսլնքոտ ունենք մեր մոտ դրա անալոգը, ասում է, որ մենք պետք է մեր ախորժակները փակենք, որ Ռուսաստանի ռեգիոնների անկումը տնտեսության 1 տարվա ընթացքում միջինում 11-ից 12% է, միջինում, իսկ օրինակ Լիպեցկը 20 է, Կուզբասը 25։ Այսինքն Ռուսաստանը, եթե այդքան դուք դիտարկում եք, որ Ռուսաստանը Մոսկվան ու Պիտերն է, օքեյ, Մոսկվան ու Պիտերը հասկացանք, բայց Մոսկվան ու Պիտերը չեն պահում։ Ռուսաստանում մոբիլիզացիայի տարիքը միջին, իրանց պաշտոնական տվյալներն է 40+, 40+, 45, 46, 50 տարեկան մարդը ունակ չի օպերացիաներ։ Միակ բանը, որ ինքը կարա անի, այդ այսպես կոչված մարդկային ալիքների մսային գրոհներն են։ Դրա համար է այդքան զոհեր։ Դրա համար ոչ մի բանի չեն հասնում։ Դրա համար նույնիսկ եթե ճեղքում ա լինում, իրանք տրանսպորտային միջոց չունեն, որ նայեք, ռուսները հարձակվում են ոտքով։ Դե 50 քանի տարեկան մարդ է, ալկաշ։ Էդի հազիվ այդ 2 կիլոմետրը քայլի, ճեղքում անում է, հետո չի կարող գնա, մտնում է մի ծառի տակ մնում է։